Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից սիրելի ռադիո լսողներ, ձեզ ենք պարգևում դա, ովքեր ոչ միայն մեզ լսում են, այլև դիտում են, արդեն տեսան, որ այսօր շատ աղջիկական եթեր է լինելու, բայց բավականին հետաքրքիր թեմա ենք ընտրել։ Մարինան մոռացել էր խոսափողը մոտեցնել իրեն։ Լույս անգելի ռադիո լսողներ, ես մոռացել էի, որ ես պետք է խոսափողի մոտ խոսեմ, ինձ թվում էր ուղակի բարձր կխոսեմ։ Ու ամեն ինչ տեղը կընկնի, հա։ Ինչ լավ է։ Այստեղ հիշեցնեմ սիրելի ռադիո լսողներ, որ Սուրճ ու սեր առավոտից հաղորդումն է ուղիղ եթերում, ժամուկես լսելու եք իմ ու Մարինայի ձայնը, Լուսինե Մուրադյան, Մարինա Գրեգ, մի խոսքով ձեր խոնարհ ծառաները, մենք այսօր այսպես հավաքվում, լավ, մի խոսքով ասեմ սիրելի ռադիո լսողներ, որ հետաքրքիր թեմա ենք առանձնացրել, որը առնչվում է բոլորին, անկախ նրանից ուզում են դրանով զբաղվել թե ոչ, այդուհանդերձ բարձր որակի կյանք ունենալու համար դա շատ կարևոր է։ Այո, եւ եթե այս պահին միանաք մեզ, բացի այն, որ կքննարկենք այդ թեման, արդեն կհասկանաք, թե որքան ուրախ է սկսվել մեր առավոտը եւ արցունքախառ ծիծաղի պատճառով, եւ հիշեցնենք, որ միասին լինելու ենք մինչեւ ժամը 11, այսինքն ժամ ու կես, ձեզ հետ կիսվելու ենք դրական լիցքերով, բարձր տրամադրությամբ, իհարկե թարմ տեղեկատվությամբ եւ մենք սիրում ենք, երբ երկուսով ենք եթերում, որովհետև աղջիկական եթեր է ստացվում, դա նշանակում է շատ ենք խոսում ու իհարկե անհամբեր սպասում ենք ձեր զանգերին 553702 հեռախոսահամարով։ Չենք մոռանում նաև գրել, սիրելի ռադիո լսողներ, on-line հարթակում հիշեք, սուրճը ձեզնից, սերը մեզնից։ Այո, սպասում ենք ձեր նամակներին նաև եւ չենք մոռանում, որ կարևոր տեղեկություններն առջևում են, ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու, ունենալու ենք հյուրեր, բավականին կարծում եմ հետաքրքիր զրույց է ծավալվելու։ Ամեն ինչ առջևում է, մենք կազմ պատրաստ ենք, մեր սուրճը կա, մենք ունենք լավ տրամադրություն, որովհետև գաղտնիք բաց եմ, սիրելի ռադիո լսողներ։ Եթե ես Մարինայի հետ եմ ուղիղ եթերում, դա նշանակում է, որ եթերից առնվազն 2 ժամ առաջ մենք արդեն ռադիոյում ենք, դե հաշվեք էլի։ նորմալ է։ Պետք է ընդունել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, մենք խոսում էինք եթերից առաջ եւ ինչպես նշեցինք, այսօր մեզ մոտ աղջիկական եթեր է, բայց մենք սպասում ենք տղաների, մենք տղաների ենք հյուրընկալելու։ Բավականին գեղեցկադեմ տղաների։ Այո, հավասարակշռությունը, այսպես հավասարությունը, այո, պահել ենք, այնպես որ շատ հետաքրքիր է լինելու եւ իհարկե ակնկալում ենք ձեր ակտիվությունն ամբողջ եթերի ընթացքում, որպեսզի զանգահարեք, խոսենք, նաև գրեք մեկնաբանություններ Facebook-ում Հայատար փնտրելով Հայաստանի հանրային ռադիո, միանալով մեզ եւ կարող եք ոչ միայն լսել մեզ, այլև դիտել։ Լայվն արդեն գործարկված է եւ առաջին երաժշտական կատարումը կարծում եմ ժամանակն է, որպեսզի հնչի Մարինայի ընտրությամբ է այս երգը հիմա մեր եթերում հեռարձակվելու, աղջիկներով հավաքվել էինք ու որոշեցինք երգերն ընտրել ըստ մեր տրամադրության, վայելեք, բացում է մեր եթերը Հայկոն, այնպես որ սիրո հավեր երգիչ։ Քո գրկում լուսացել եմ հազար գիշեր, որ իմ սրտում թողել են ջերմ հուշեր, ես ու դու ախր շատ ենք նման իրար, իմ ու քո հոգում կա մեծ աշխարհ, երբ սիրո փոխադարձ խոսքը չի ասվել, քեզ հետ եմ ես կիսվել ու արտասվել, հարազատ իմ հոգուն հարազատ անում, որ իմ սրտից չի հեռանում, Երևան անչափ սիրում եմ քեզ, Երևան հոգումս ես, ինչ էլ որ լինի, միասին ենք մենք երկուսով, Երևան դու լավ օրերս ես, Երևան ընկերս ես, անցյալից եկանք ու հիմա էլ կանք երգերով, բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք, ես գիտեմ
Նեղանում ես ամբողջ հոգով Երբ ես քեզնից հեռու եմ օրերով Բայց հաստատ վերադարձս քեզ մոտ է միշտ Ես ու դու կիսել ենք սերթևիշտ Օրեցոր քո պատկերն է փոխվում միայն Բայց մեկ է սրտերում քաղաքն ես այն Որ երբեք չի թողնի մեզ երբեք մենակ Դու իմ սիրո հավերժ քաղաք Երևան անչափ սիրում եմ քեզ Երևան հոգումս ես Ինչ էլ որ լինի միասին ենք մենք երկուսով Երևան դու լավ օրերս ես Երևան ընկերս ես Անցյալից եկանք ու հիմա էլ կանք երկերով Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք Երևան սրտումս ես Ինչ էլ որ լինի միասին ենք մենք երկուսով Բաց երկնքի տակ դու սիրո հավերժ քաղաք Սուրճ ու սեր առավոտից Դե ինչ, շարունակվում է սուրճ ու սեր առավոտից ռադիո նախագիծ, ինչպես սիրում է ասել Մարինան Այո, դու այդպես ես ասում, չէ? Իհարկե, սուրճը մեզնից, սերը ձեզնից, բայց իհարկե մենք եկել ենք սիրով եւ բարձր տրամադրությամբ եւ միասին ենք լինելու մոտակա 1.5 ժամը, հարգելի ռադիո լսողներ, եւ այսօր ձեզ համար առանձնացրել ենք մի թեմա, որը կարծում ենք, որ բոլորիս հետաքրքիր է։ Մենք միշտ խոսում ենք այն մասին, որ վաղվանից անցնում ենք առողջ ապրելակերպի, ինչ որ վատ սովորություններից պետք է ազատվել։ Հա, ես 7-ից հետո չեմ ուտում, ես 8-ից հետո եմ ուտում եւ այդպես օրինակ կես գիշերն անց բացում ենք սառնարանը, որովհետեւ այնտեղ մեզ ինչ որ բան է աչքով անում։ Ուտեստները ժպտում են, գայթակղում են, բարևում, ողջունում են եւ մենք չենք դիմանում, ասում ենք դե լավ վաղվանից ու այդպես ամեն օր։ Այդպես ամեն օր վաղվանից ու քանի որ մեր այսօրվա թեման անմիջական կապ ունի այն թեմայի հետ, որի շուրջ զրուցելու ենք մեր հյուրերի հետ, ձեզ էլ ենք ուզում ներգրավել այս զրույցին։ Օրինակ ես շատ դժվարությամբ հրաժարվում եմ հացից։ Ես հիմա մարզվում եմ եւ խնդիր ունես, բոլորս էլ ունենք խնդիր, չէ, կոնկրետ ինչ որ բան շատ ուտելու, այսինքն առողջության հիմքում ինչն է ընկած, ոչ թե ինչ որ բանը ուտել չուտել, այլ չափավոր ուտելը եւ ովքեր որ մարզվում են, գիտեն, որ մարզիչները դեմ են հացին կոնկրետ։ Դե ալյուրին, այսպես ասենք, նաեւ շաքարն ու ալյուրը առաջին թշնամիներն են։ Երբ ինձ առաջին անգամ մարզիչս ասաց, որ պետք է հրաժարվես հացից, ինձ մոտ այսպես մի քիչ ստրես սկսվեց, որովհետեւ դժվարանում ես օրվա ընթացքում անգամ 1 ճաշի ընթացքում կարող եմ կես հացից ավելին մենակ ես ուտել։ Եվ ես կարող եմ մի ամբողջ սեղան հաց գցել, բայց ուտել այսքան։ Հա, այդ ընթացքում եթե լուսինեն տարածքում է, պետք է զգույշ լինի ուղակի, երբ ես սոված եմ։ Եվ ես ամեն անգամ ասում եմ այսօրվանից ես հաց չեմ ուտելու, հրաժարվելու եմ հացից, բայց իհարկե ինձ մոտ շատ դժվար է ստացվում ու եթե անգամ ճաշի ընթացքում կարողանում եմ չուտել, հաջորդ ճաշի ընթացքում մի անգամից լրացնում եմ պակասը, այո, որովհետև կարծես չեմ կշտանում։ Այդ մի բանից դժվար է քիչ-քիչ պիտի հանես, ես այդպես եմ արել, ես էլ էի Մարինայի պես քիչ-քիչ հանեցի ռացիոնիցս հացը եւ ես հիմա կարող եմ առանց հաց լիարժեք ապրել,
Ուղղակի քիչ միանգամից չի կարելի անել, նախ օրգանիզմը ստրեսի ենթարկում, սա էլ է շատ կարևոր հանգամանք, եւ այո, ես էլ քաղցրից չեմ կարողանում հրաժարվել, ինչ մեղքս թաքցնել։ Որ ժամին կարող ես ուտել։ Համար կապ չունի, եւ ես գտել եմ ամեն մեկը պետք է գտնի իր օրգանիզմին հարմար տարբերակ, որպեսզի կարողանա պահի օրգանիզմը այնպիսին, որ իրեն դուր գա, հա, այսպես ասենք, թե մարմնի կառուցվածքի եւ այլն։ Ես հասկացա, որ ես դիետաների բան չեմ, կատաստրոֆիկ ոչ, որովհետև այն ինչ արգելվում է, որ նույնիսկ չեմ սիրում, ուզում եմ ուտել։ Այո, եւ ես ավելի շատ կողմնակից եմ ֆաստինգի, որովհետև ես ինձ շատ լավ եմ զգում, երբ 8 ժամվա ընթացքում ուտում եմ որոշակի քանակությամբ ուտեստներ ու ինչ ուզեմ, սահմանափակում չկա, ուղղակի չես հարցակվում էլի ուտելիքի վրա։ 16 ժամ չես ուտում։ Բայց կարողանում ես դիմանալ։ Նախ սկսենք այնտեղից, որ դառը սուրճ, դառը թեյ եւ ջուր կարելի է այդ 16 ժամի ընթացքում, չմոռանանք, որ սուրճը փակում է ախորժակը, ջուրը լցվում է ստամոքսում եւ խապկանք է տեղի ունենում, քեզ թվում է թե դու կուշտես, եւ երրորդը 16 ժամի մեծ մասը դու քնած ես։ Իդեպ մի իտալացի ծանոթ ընկեր ունեմ, վերջերս իր հետ խոսում էի եւ հարցնում եմ, ասում եմ, ինչու իտալացիների մոտ ժամը 12-ից հետո կապուչինոն արգելված է եւ ինչու են այդքան ծանր տանում, ասած, որովհետեւ շուտով արդեն լանչի ժամն է գալիս, ասում եմ, հա եւ, ասում է եւ այդ ժամանակ երբ դու սուրճը խմում ես, ախորժակը փակվում է, իսկ դու պետք է պատրաստվես սնունդ ընդունելու, ասում եմ, մեզ հայերիս մոտ ընդունված է նախաճաշից առաջ, նախաճաշի ընթացքում, նախաճաշից հետո եւ լանչից առաջ միշտ սև սուրճ մեծ բաժակով մենք այն ասում ենք, անվանում ենք հայկական դառը սև սուրճ, տնական, ընդդիմական ամենակարևորը։ Ինչն է քեզ համար գայթակղություն, որ չես կարողանում հրաժարվել առօրյայում։ Ուտելիքի մասը, թող լինի ուտելիք, թող լինի ընդհանրապես։ Ես ճամփորդելուց չեմ կարող հրաժարվել։ Դա քեզ համար գայթակղություն է, իսկ չէ, նկատի ունեմ ինչ-որ սովորություններ, որոնք ըստ քեզ վատ են, պետք է փոխել, վաղվանից պետք է չանել կամ հակառակը վաղվանից պետք է անել, բայց ինչ-որ գայթակղություն քեզ խանգարում է։ Ես դժվարությամբ եմ ֆաստինգի վերադառնում, եթե հանկարծ խախտել եմ, բայց ես կարողանում եմ մի քանի օր ինձ տրամադրել, ամեն ինչ կախված է թե ինչպես դու կտրամադրես եւ ամեն ինչ կախված է քո ցանկություններից, որքան ես դու ցանկանում։ Ես չեմ կարող, բառ չկա, կա, ես բավականաչափ չեմ ուզում։ Երբ այս տարբերակով մենք մտածենք, կարծում եմ ամեն ինչ տեղը կընկնի եւ մենք ողջունում ենք ռադիո լսողին եւ ասում ենք բարի լույս։ Բարի լույս, բարի լույս։ Գնացել է Գայանային Արմավիրից։ Շատ հաճելի է, այո։ Ուտելու գործը շատ լավ թեմա է։ Մենք բոլորը սիրում ենք ուտել։ Ու գալիս թանապուրեն է աղջիկներ համեցեք։ Շնորհակալություն։ Կհիշեցնեք, մի քիչ կարակ ու սոխ եմ կարողացրել, մեկը համեմ։ Սոխարածը արդեն դիետիկ չի, չէ։ Ինչ։ Սոխարածը արդեն դիետիկ չի։ Հա, գնացին պատմեղեն, օրինակ պատմեղեն ես շատ լավ է ինձ համար, բոլոր տեսակները։ Բայց ասեմ աղջիկներ ջան, եթե ուզում եք մի հարեք, հացը, հացը, մեկի յուղը, ճարպոտը, խորնի յուղը, ճարպոտ յուղերը, մյուս տարարի մամարի, հետո ես աշնանը, մինչ անցած տարի աշնանը, բան քաղցրավենիքը, սուրճի սեղանի նստում ամեն ինչով, կոչում է սուրճ խմել, կոնֆետով խմորեղենը համ ալյուր է, համ շաքար է, համ կարակ է, խմորեղենը կտրեցի, քաղցրը կտրեցի և նիհարեցի անցած բնոր 5 կիլո։ Լավ է, եկեք հասկանանք նիհարել եմ 65-ի, դարել եմ 60, այնպես որ խորհուրդ եմ տալու առաջին հերթին մենք քաղցրակեր ենք կանայք, տղամարդիկ ավելի շատ, ճարպն էլ ասենք ճաշտան ապայման ուտում ենք, գումարվում է և դա դառնում է ճաշտ։ Տիկին Գայան է։ Բնորն էլ նստում ենք, դառնում ենք բոքոնիկ։ Տիկին Գայան է։ Այո։ Դուք տեսել եք տղամարդկանց Instagram-ի լուսանկարները քաղցրի շուրջ նստած։ Գիտեք ոնց են քաղցր սիրում։ Մենք դեռ չհասնենք նրանց։ Ասեք, Անենք ընդհանուր առմամբ, այդ փորից հետո խնդիրներ են առաջանում ամեն օրգանների, եւ շատ վատ է, հա։ Տղամարդիկ պիտի մարզվեն, մենք էլ գոնե շատ պիտի քայլենք։ Մենք է պիտի մարզվենք։ Սերը կապ չունի, մենք է պիտի մարզվենք անկախ սեռից։ Մարզակի շատ կարևոր է։ Գյուղում եմ ապրում, Արմավիր քաղաք է, բայց գյուղ ոնց որ լինի, այստեղ ֆիթնես ակումբ կա, բայց երևի հատուկ են մարդիկ են գնում, գումարի հարց է։ Տանն էլ կարող եք մարզվել, այսօր կան շատ ծրագրեր տանը մարզվելու համար։ Մի կարևոր հանգամանք գյուղի մարդիկ անընդհատ շարժման մեջ են։
Այնպես չի որ դուք շատ ունեք այդ դրա կարիքը, այ մենք ծմրանը նստած են տանը, ամառը որի գործում են, արդեն նանակ, ծմրանը տանն ենք մարտում, մեկ երկու, շնորհակալություն Տիկին Գայանե ջան, շնորհակալություն։ Շնորհակալ ենք զանգի համար։ Տիկին Գայանեն մի քանի անգամ շեշտեց, եթե ուզում եք նիհարել, եկեք ֆիքսենք, որ այսօր չենք խոսում նիհարելու մասին, որովհետև միշտ չի, որ նիհարելը առողջարար եւ լավ է, ուղղակի պետք է գտնել ձեր օրգանիզմի, ձեր մարմնի բալանսը, ինչ քաշով եք դուք ձեզ ավելի լավ զգում եւ որն է ձեր մարմնին համապատասխան քաշը, որովհետեւ նիհարելը միշտ չի, որ լավ է։ Այո, մենք ջերմ ողջույններ ունենք Ստրասբուրգից, մաղթում եմ մեզ հիանալի օր Գայանե Գևորգյանը, Արմեն Դավթյանն էլ ասում է բարի լույս ձեզ Լուսինե Մարինա, այդպես միշտ բարձր տրամադրություն ձեզ։ Շնորհակալ ենք շատ, միշտ բարձր տրամադրություն։ Շարունակելով քաղցրի թեման, այո, մենք սիրում ենք քաղցր ուտել, բայց նորից շեշտեմ, դուք տեսել եք տղամարդկանց լուսանկարները, որ Instagram-ում սրճարանում նայեք ինչեր են ուտում։ Այսպես թիթիզ քաղցր եւ ես եւ Լուսինեն ունենք շատ մտերիմներ, ծանոթներ, ովքեր մեզ անգամ նկարագրում են մար լուս այն սրճարանի այս ինչ քաղցր համ տեսել եք այնքան լավն է, այսօր գնալու եմ ուտեմ, գուցե միասին գնանք եւ վայելենք ու ես ու Լուսինեն այսպիսի դեմքով նստած են, որ ոչ մի բանից խաբար չենք, մեր մաքսիմում կերածը քաղցրը ինչ պիտի լինի Լուսինե։ Չգիտեմ, ոչ շատ քաղցր cheesecake օրինակ։ Եվ եկեք նաեւ այսօր առիթից օգտվենք ու փորձենք ընդունել այն տղամարդկանց զանգերը, ես հուսով եմ դուք ակտիվ կլինեք, եթե այս պահին անգամ մեքենայի մեջ եք ճանապարհին եք կամ գուցե տանն եք, զանգահարեք հարգելի տղամարդիկ եւ ասեք ինչ քաղցրից չեք կարողանում հրաժարվել։ Զանգահարեք։ Մենք թանկավոր չենք, զանգահարեք եւ ասեք դուք չեք երևում ամենակարևորը, այստեղ Ռուբեն Մնացականյանն ասում է կարող է դուք գնաք Տիկին Գայանեն կապարի։ Իմիջայլոց հարգելի ռադիոլսողներ, երբ զանգահարում եք եւ խոսում եք, խնդրում եմ նաեւ լսեք մեզ, որովհետեւ ընթացքում մենք ձեզ հարցեր ունենք տալու, դուք չեք լսում, ուղղակի խոսում եք, ես ասում եմ Տիկին Գայանե, օրինակ կամ Տիկին Կարինա եւ դուք մեզ չեք լսում ու այլևս հարցը արդեն հիմա ժամանակն է, որպեսզի մենք մարզվենք ակտիվ ռիթմերի ներքո, սիրելի ռադիոլսողներ, որից հետո արդեն կներկայացնենք օրվա կարևոր մի քանի տեղեկություն, առանց որի տանից դուրս գալ հնարավոր չի։ Ես չգիտեմ, այս 3 տարբերակից որը հիմա եթե հեռացեք։ Եկեք լսենք Սիրուշոյի Էրոտաս կատարումը, որը տարիներ առաջ շատ հիթային էր եւ մինչեւ հիմա էլ երբ լսում ենք տրամադրություն է բարձրանում, եթե մեքենայի մեջ եք, խցանման մեջ եք, կարող եք բարձրացնել ռադիոյի բավականին ծանր խցանում է։ Բարել, գնացինք։ Αγάπη σημάδια, δίχως αγκαλιά, δίχως χάδια, μοναξιά. Πώς περνούσε έτσι η ζωή μου, μέσα στη χρυσή φυλακή μου. Ένιωθα κενό στην ψυχή μου, μα με μια ματιά άλλαξαν πολλά. Έρωτας ξαφνικός στην καρδιά βάζει φωτιά. Έρωτας δυνατός στην ψυχή δίνει φτερά.
Սուրճ ու սեր առավոտից։ Այո, ոչ միայն սուրճ ու սեր առավոտից, այլև գժական լավ տրամադրություն առավոտից։ Համամիտ ես ինձ հետ Մարինա։ Ես ոչ միայն համամիտ եմ, այլև ես ուզում եմ ամեն առավոտ այսպես լինի մեզ մոտ եւ գիտես ինչ մտքովս անցավ։ Մենք ունենք 3 տեսախցիկ, այ կարող էինք օրինակ ունենալ 4-րդը, որը դրված կլիներ ապակուծային կողմ եւ դուք կտեսնեիք թե ինչպես է մեր անձնակազմը ապարում։ Սա կոչվում է իսկական հաղթանակ, երբ մեր տեխնիկական անձնակազմը ենթադրենք շատ ու շատ լսում է եթերը կամ մեզ հետ միասին հավասար ապարում է։ Սա հրաշալի է, ուղղակի շնորհակալ ենք ձեզ, որովհետև այդ էներգիան նաև փոխանցեցիք։ Ապրեն բարողները։ Իդեպ նաև հաճելի է, երբ դու եթերում ովքեր on-line հարթակում հետևում են, ոչ միայն լսում են, այլև դիտում են, տեսան թե ինչ էր կատարվում մեր ստուդիայում։ Եվ շատ հաճելի էր, որ ապակուծային կողմ տեսանք, թե ինչպես է լուրերի մեկնաբանը պարելով գալիս եւ միանում խրախճանքին։ Այո, Արմինե Գևորգյանն է մեզ միացել եւ լուրերի թողարկմանը ունենք 7 րոպե ժամանակ։ Բարի լույս Արմինե։ Բարի լույս։ Այսօր բացի այն, որ մենք ունենք շատ լավ տրամադրություն, խոսում ենք նաեւ շատ կարելի ասել մի քիչ աղջկական թեմայից, որին ակնկալում ենք նաեւ տղամարդկանց մասնակցությունը, ինչից չենք կարողանում հրաժարվել, ինչն է մեզ համար գայթակղություն առօրյայում։ Դա կլինի ուտելիք, սնունդ, ինչ որ բան, որը մենք անում ենք։ Օրինակ, քեզ համար կա այդպիսի մի բան։ Չեմ կարող հրաժարվել։ Հա, որ ասում ես վաղվանից այլևս այդպես չեմ անելու, բայց անում ես։ Օրինակ fast food։ Վաղվանից որոշում եմ պիտի գնամ մարզասրահ։ Ու չեմ հասնում տեղ դեռ։ Իսկ օրինակ վերցրու Մարինայից։ Գիտեմ։ Իսկ ինչ պատճառաբանություն ես գտնում քեզ համար։ Իբրև ժամանակ չկա, չեմ հարմարացնում եւ այլն, անձրևա, ցուրտա, սենց որոշում եմ, որ պիտի ոդկով տանից գամ աշխատանքի, բայց գալիս եմ մոտ 1 շաբաթ կա, հետո այդպես չու պատճառներ։ Օրինակ քույրիկս ամեն օր ասում է վերջ վաղվանից ավտոբուսով եմ գնալու աշխատանքի, շուտ եմ դուրս գալու տնից։ Հա, բայց ես ավտոբուսով եմ գալիս։ Հա, դե բայց իր պարագայում ինքը դուրս է գալիս վերջին պահին եւ ստիպված արդեն տաքսի է պատվիրում եւ հասնում է շատ ուշ։ Նույնն է, որ ամեն օր ասում վերջ ես քաղցրը սահմանափակելու եմ, չնայած այդքան քաղցր չեմ սիրում, բայց դե լինում է։ Ես մի բան հասկացա, որ Տիկին Գայանն մեր ռադիոլուսով ոնց որ մեր արտահասթիկային աշխատակիցն է։ Գրում են բարի լույս Լուսինե, Մարինա եւ Տիկին Գայանը ջան։ Այստեղ հետաքրքիր մեկնաբանություններ ունենք նաեւ առավոտյան նախավարժանքի եւ առողջ ապրելակերպի վերաբերյալ։ Ահա, Էդիկ Բաբուջյանը նաև գրել է շատ շնորհակալ եմ լավ տրամադրություն պարգևելու համար։ Իդեպ ես էլ եմ սկսել ապրել աշխատավայրում, բոլորը զարմացան։ Տեսեք ձեզ աշխատանքից չհեռացնեմ մեր պատճառով։ Օլյա Սահակյան, բարի լույս աղջիկներ, երկուսդ էլ շատ լավ տեսք ունեք։ Մարինա, ես եւս հաց շատ էի սիրում, բայց ես գտա միջոցը այն պակասեցնելու, պարզապես եթե աջ ձեռքով եք ուտում, ձախ ձեռքը պահեք ներքև սեղանի տակ։ Մինչ այդպես ուրախ եղեք եւ մեզ դրական տրամադրվածություն հաղորդեք, շնորհակալություն ձեզ աղջիկներ։ Ուզում եմ հասկանալ, բայց ինչպես է ստացվում, որ ձախ ձեռքը պահում եք սեղանի տակ, դուք ձեզնից ինչ եք էլի թաքցնում։ Օրինակ ես այդ պարագայում իմ վրա դա չէր կարող ազդել, որովհետև ես աչու ձախը չեմ տարբերում։ Հա, ես ունեմ այդպիսի ընկերուհի, ով նաև մեքենա է վարում եւ ամեն անգամ երբ ես ուղակի ուղևորի դերում եմ իր կողքին նստած, ասում եմ, խնդրում եմ թեք վիրաջ, ինքը ձախ է գնում, հետո հիշեցնում է, որ ինքը ուղակի չգիտի աչնում ձախը։ Ես մեթոդ եմ մշակել, գիտեք ինչ եմ անում մտովի սովորել։ Գրում եմ, դա չի, հա, տարով, չգիտեմ, սենց Ինձ համար դուք մի տեսակ այնքան խորտ եւ օտար բան եք խոսում, որ աչքն ու ձախը մարդիկ չեն։ Չէ, ես կարող եմ տարբերում եմ, եթե ժամանակ ունենք մի հատ շատ կարճ պատմություն պատմեմ աչու ձախի հետ կապված, իմ շատ մտերիմ ընկերուհին շատ գրական է խոսում, են ականջ ծակող գրական, հա, ականջ ծակող գրական, հա, այո, Լուսինե վերջացնեմ նոր։ Եվ մի օր բարձրանում է երթուղային տաքսի, իր բառերով եմ նկարագրում, ասում է հանկարծ տեսա, որ ուղևորը երբ որ դրամապանակից մետաղադրամը հանեց, ընկավ երթուղային տաքսու ոտնահարթակի վրա։ Ու ասել է այդ բանը ձեր մետաղադրամն ընկել է ոտնահարթակի վրա։ Մի խոսքով վերջում գնացել են այդ երթուղային տաքսու վարորդն ասել է ես մինչև վերջ գնում եմ, եթե ձեզ հարմար է կարող եք իջնել կանեց ասվածը, հա, այսինքն այդ դիսպեչերական կետի մոտ ու այս աղջիկը բնականաբար ասել է վայ չէ մի րոպե, չէ, այս մեկ էլ ասել է ներողություն եմ խնդրում ռադիոլուսողից։ Քուրջան, բանը այդ ու լսել էր վարորդը, որ ինքը այդպես գրական է խոսել, ասել է Քուրջան, այդ ոտնահարթակի ու մետաղադրամի տեղը աչու ձախ սովորեր։ Դա սով զրո է արել։ Հա, ու չի բացառվում որ մի օր էլ ինձ ասեն էլի։
Այստեղ Մարդո Մարդոյանն է առաջարկում տարբերակ, ասում է արաբական քաղցրավենիքներ կերեք եւ կախվածություն չեք գրում, իրենք էլ են շատ։ Բայց իրենք շատ համով են ու շատ սննդարար են։ Շատ սննդարար։ Այսօր մի տեսակ մեր զրույցը կարծես քաղցրավենիքի շուրջ է պատմվում, բայց մենք բնավ միայն քաղցրավենիքից չենք խոսում եւ հարգելի Մարդո, հետաքրքիր կլիներ նաեւ լսել ձեր կարծիքը, եթե զանգահարեիք եւ ասեիք ինչպես հրաժարվել վատ սովորություններից եւ ինչից օրինակ դուք չեք կարողանում հրաժարվել։ Եվ այսպես մենք շարժվում ենք առաջ, արդեն 9:57 րոպե, ունենք քիչ ժամանակ։ Մի քանի վայրկյան, որից հետո արդեն մեր շատ սիրելի Արմինե Գևորգյանը կներկայացնի լրահոսի վերջին թարմ տեղեկությունները, էլի տխրելու ենք, թե ոնց, էլի աշխարհը խառն է։ Միշտ, աշխարհը չի կարող հանդարտ լինել, եթե աշխարհը հանդարտ լինել, կյանքը ինքնին կկանգնի, այո։ Դրա համար մենք այստեղ ենք, որ բալանսը պահենք։ Կուզենամ, որ այդ լուրերը լավ լուրեր լինեն, էլի խառնա լինում աշխարհը, կուզենամ, որ լուրերը միայն խաղաղության մասին լուրեր լինեն եւ մարդկային կորուստներ չլինեն։ Կարճատև դադարից հետո կվերադառնանք եւ դուք կծանոթանաք վերջին նորություններին։ Հայաստանում ժամը 10 է։ Լուրեր հանրային ռադիոյի եթերում։ Երևանն է խոսում, հանրայինի եթերում լրատվության ժամը, խոսափողի մոտ Արմինե Գևորգյանն է։ Հայաստանի վարչապետը մայիսի 9-ին կմեկնի Մոսկվա մասնակցելու հաղթանակի օրվա ամենամյա շքերթին տեղեկությունը Նիկոլ Փաշինյանն հաստատել է Կառավարություն ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ։ Հարցին վարչապետն անդրադարձել է այն քննարկումների համատեքստում, թե մայիսի 9-ին Մոսկվա այցելելը կարող է խաթարել Արևմուտքի հետ հարաբերությունները։ Հայաստանը վարում է բալանսավորված արտաքին քաղաքականություն եւ մի ուղղությամբ հարաբերություններ չի կառուցում ի հաշիվ այլ հարաբերությունների, ասել է Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը։ Լուրը հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նախագահի օգնականի խոսքով պաշտոնական Բաքուն Ադրբեջանի առաջնորդի Մոսկվա չմեկնելը բացատրել է Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցությամբ։ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի նորընտիր կանցլեր Ֆրեդրիխ Մերցին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ջերմորեն շնորհավորում եմ Ֆրիդրիխ Մերցին եւ ակնկալում եմ նրա հետ համագործակցություն քաղաքական, տնտեսական երկկողմ հարաբերություններն ու գործընկերությունը զարգացնելու համար, գրել է
վարչապետը։ Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանին է փոխանցել ռադիաթարի ռեժիմի խախտումների համապատասխան տեղեկություններ։ Այս մասին ֆակտորայեմի գրավոր հարցմանի պատասխան հայտնել են վարչապետի աշխատակազմից։ Գերատեսչությունը տեղեկացրել է, որ Բաքվից եւս Երևանին է ներկայացրել հրադադարի ռեժիմի խախտումների մասին համապատասխան տեղեկություններ։ Տեղեկությունները հայկական կողմը հետաքննել է եւ հետաքննության արդյունքների մասին տեղեկանք է փոխանցել ադրբեջանական կողմին, հայտնել է վարչապետի աշխատակազմից, չհստակեցնելով ադրբեջանական կողմի փոխանցած տեղեկությունները իր թե հայկական կողմի ենթադրյալ խախտումների մասին են։ Թուրքիայի 265 քաղաքացի 2024 թվականին դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Նրանցից 118-ին շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն, 57 տղամարդիկ են, 61-ը կանայք։ Ներքին գործերի նախարարության միգրացիա եւ քաղաքացիության ծառայության տվյալների համաձայն անցած տարի Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար ընդհանուր առմամբ ներկայացվել է 21476 դիմում, 4200 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելու համար։ Քաղաքացիության համար դիմողների մեջ ամենամեծ թիվը կազմում են Ռուսաստանի, Վրաստանի, Սիրիայի, Լիբանանի, Իրանի եւ Ուկրաինայի քաղաքացիները, թե նրանցից քանիսն են ծագումով հայ, ծառայությունը չի նշում։ Չինաստանից Հայաստան միջազգային մուլտիմոդալ նոր երթուղին կգործարկվի 2025 թվականի հունիսի սկզբին, հայտնել է Առևտրաարդյունաբերական պալատի փոխնախագահ Կարեն Իվանովը։ Վերջինիս նշել է, որ երթուղու նախաձեռնողը հայկական կողմն է, օպերատորը Ղազախստանը։ Հայաստանի ներկայացուցիչները երկար բանակցություններ են վարել Չինաստանի, Ղազախստանի, Թուրքմենստանի եւ Իրանի հետ մուլտիմոդալ միջանցքի գործարկման համար։ Նշենք, որ Չինաստանից կոնտեյներային գնացքը Ղազախստանով եւ Թուրքմենստանով տարանցմամբ կհասնի իրանական Ջուլֆա կայարան տերմինալ։ Այնտեղից կոնտեյներները բեռնատարներով կտեղափոխվեն Երևան։ Այդ ճանապարհով ապրանքները Չինաստանից Հայաստան կհասնեն 25 օրում։ Այդ երթուղին ավելի թանկ է, քան ծովայինը, սակայն ավելի էժան, քան ավտոմոբիլային փոխադրումները, նշել է Իվանովը։ Անդրադառնանք միջազգային լրահոսին։ Կես գիշերից ուժի մեջ է մտել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հայտարարած միակողմանի հրադադարը։ Այն տևելու է 72 ժամ։ Երրորդյա հրադադարի մասին Պուտինը հայտարարել էր ապրիլի 3-ին։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին 3 օրվա հրադադարը անվանել էր անիմաստ 30-օրյա հրադադարի կոչանելով։ Կիևը երրորդյա այս հրադադարը կապում է մայիսի 9-ին Կարմիր հրապարակում հաղթանակի 80-ամյակին նվիրված զինվորական շքերթը հանգիստ պայմաններում անցկացնելու Մոսկվայի ցանկության հետ։ Ուկրաինական անօթաչուները երրորդ օրն անընդմեջ խափանում են Մոսկվայի գլխավոր օդանավակայանների աշխատանքը, մինչև Ռուսաստանը պատրաստվում է ընդունել օտարերկրյա ավելի քան 1 տասնյակ ղեկավարների մայիսի 9-ին հաղթանակի օրվա զորահանդեսին մասնակցելու կապակցությամբ։ Ռուսական աերոֆլոտը չեղարկել է դեպի Մոսկվա եւ Մոսկվայից մեկնող ավելի քան 100 չվերթ, ավելի քան 140-ը հետաձգվել է։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, թե Կիևը պատասխանատվություն չի ստանձնում Ռուսաստան այցելող բարձրաստիճան հյուրերի անվտանգության համար։ Արտգործնախարարությունից էլ հորդորել էր այլ պետությունների ղեկավարներին չմեկնել Մոսկվա, պնդելով, թե դրանով նրանք կիսում են պատասխանատվությունը Պուտինի վայրագությունների համար։ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Վենսը կոչ է արել ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջև, հայտարարելով, որ իր հարևանի դեմ Մոսկվայի պատերազմը դադարեցնելու համաձայնությունը կարող է անհասանելի լինել առանց նման շփումների։ Վենսն ասել է, որ Ռուսաստանը չափազանց շատ բան է պահանջում, բայց նաև առաջարկել է Ուկրաինային չկենտրոնանալ 30-օրյա հրադադարի գաղափարի շուրջ։ Նա լավատեսություն է հայտնել պատերազմը դադարեցնելու հնարավորությունների վերաբերյալ։ Այս քայլը, որ մենք պետք է ձեռնարկենք հենց հիմա, այն է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև խոսակցություններ սկսելը։ Եվ վերջում աշխարհը հետևում է ամենակարևոր ծխնելյուզին։ Սիքստինյան կապելայում մեկնարկել է կոնկլավի առաջին քվեարկությունը ընտրելու Հռոմի կաթոլիկ եկեղեցու նոր առաջնորդին։ Որոշ ժամանակ անց մատուրի ծխնելյուզից բարձրացած սև ծուխը վկայել է, որ կարդինալներին չի հաջողվել հասնել համաձայնության։ Նոր պապի ընտրության համար պահանջվում է թեկնածուի օգտին առնվազն 2/3 քվե 133 կարդինալներից 89-ի աջակցությունը։ Կոնկլավին մասնակցում են կարդինալներ աշխարհի տարբեր
տեր երկրներից։ Քվեարկությունը կշարունակվի օրական մի քանի փուլով մինչև ընտրվի նոր պապ։ Կոնկլավը կշարունակվի այսօր։ Ժողովները, որոնցում ընտրվել են նախորդ 3 քահանայապետերը, տևել է 2-ից 3 օր։ Ամենաերկար կոնկլավը տեղի է ունեցել գրեթե 3 տարի, դա եղել է 13-րդ դարում։ Այսքանն էինք առանձնացրել լրահոսից այս ժամի համար։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը հանրային ռադիոյի եթերում, խոսափողի մոտ աշխատեց Արմինե Գևորգյանը։ Սուրճ ու սեր առավոտից։ Այո, սուրճ ու սեր առավոտից եւ լավ տրամադրություն առավոտից ու կարեւոր հետաքրքիր տեղեկություններ եւս առավոտից սիրելի ռադիոլսողներ մեր եթերում։ Բարի լույս, հարգելի ռադիոլսողներ, ողջունում ենք բոլոր նրանց, ովքեր նոր են միացել մեզ։ Այսօր խոսում ենք մեր վատ սովորությունների մասին, եթե դրանք կարելի է ասել գայթակղություններ, որոնցից ուզում ենք հրաժարվել, բայց չենք կարողանում կամ գուցե մեզ մոտ հաջողվել է դա անել։ Եվ Գայանե Այվազբալյանը, մեր սիրելի ռադիոլսողը գրել է. Լուսինե ջան, ընդհանրապես ես դիմացինին կարողանում եմ լսել, բայց ձեր
հեռախոսակապը այնպիսին է, որ ձեր իմ խոսքի ընդհատումը գրեթե չի լսվում կամ ուշ է լսվում, զանգեք եւ կլսեք թե ուղիղ հեռախոսով ինչպես եմ խոսում, սիրով Գայանե, Տիկին Գայանե, իմ խոսքը բնավ միայն ձեզ չէր ուղված, ընդհանուր առմամբ մեր եւ ռադիոլսողների կապին, որովհետեւ շատ հաճախ ռադիոլսողը խոսում է եւ մենք ուզում ենք հարց տալ եւ այո, կապի պատճառով մեզ չի կարողանում լսել, դրա մասին էր խոսքը, թե չէ մենք գիտենք, որ դուք կարողանում եք շատ լավ եւ գեղեցիկ խոսել եւ լսել դիմացինին։ Այստեղ մինչ մյուս մեկնաբանությունները կընթերցենք, մենք մոռացել ենք մի քանի կարևոր տեղեկություն ներկայացնել, այնքան ոգևորված էինք, որ երկուսով ենք այսօր տարվա 128-րդ օրն է հարգելի ռադիոլսողներ, այդ շատ կարևոր է հասկանում ես։ Առանց դրա ոնց պիտի օրինակ մենք օրն անցկացնեինք, էլի սա էլ է շատ կարևոր։ Եվ հետաքրքիր մի քանի տեղեկություն 1713 թվականի այսօրը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայից տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ։ Նաև տեղեկացնենք, որ 1886 թվականի հենց այսօրն է առաջին անգամ արտադրվել Ջոն Քեմբերթոնի հայտնի ստեղծած այսպես ասած ըմպելիքը, որը մինչ այսօր գրավել է ամբողջ աշխարհը։ Եվ որը մշտապես ունի գովազդի կարիք, ինչպես ասում են, այն չունի գովազդի կարիք, բայց մշտապես գովազդում է։ Ցանկացած ապրանք ունի գովազդի կարիք, որովհետև եթե չլինի գովազդը, ապա այն կարող է գնալ եւ գահընկեց լինել։ Այսօր նաեւ իսպանացի երգիչ երգահան դերասան Էնրիկե Իգլեսիասի ծննդյան տարեդարձն է, սա էլ ասենք, եւ շարունակենք կարևոր մի քանի տեղեկություն ներկայացնել ձեր ուշադրությանը։ Ուրախացանք, որ տաքանում է եղանակը, հա, կարծես թե Այո, եղանակը տաքանում է եւ հանրապետության տարածքում այսօր ցերեկը ամսի 12-ին շրջանների զգալի մասում 10 եւ 11-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Այսօր եւ ամսի 12-ին առանձին հատվածներում հորդառատ անձրև է սպասվում եւ առանձին վայրերում նաեւ կարկուտ։ Վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դե ինչ ասենք, որքան գիտենք, այնպես է ստացվել, որ ամբողջ մայիսը կարծես թե անձրևառատ է լինելու, հա։ Ահա, այսօր օրինակ, հենց այս պահին մայրաքաղաք Երևանում 18 աստիճան է, իմ հեռախոսի հավելվածը ցույց է տալիս, որ մի քիչ անպամացություն կա, բայց ժամը 14-ից հետո կլինի 22 աստիճան եւ մինչեւ երեկո տաք է լինելու։ Ահա, եւ այստեղ խցանումների բալային սանդղակը 7 է։ Դա նշանակում է, որ այո, մայրաքաղաքի փողոցները ծանրաբեռնված են, գուշակում եմ, դեռ չեմ նայել, բայց գուշակում եմ, որ Իսակովի պողոտան դեպի կենտրոն ընթացող հատվածը դժվար անցանելի է, նաև Աթենքի փողոցը դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը, եթե գտնվում եք այդ հատվածում եւ տիրապետում եք իրավիճակին առաջին ձեռքից, հարգելի ռադիոլսողներ, 55-3702 հեռախոսահամարը հասանելի է, կարող եք զանգահարել եւ մեզ տեղեկություն հայտնել խցանումների մասին, դրանով նաև կօգնեք մյուս ձեր վարորդ ընկերներին, ինչպես ասում են։ Եվ այս պահին տեսնում ենք, որ Կորյունի փողոցը եւս դժվար անցանելի է, շատ մուգ կարմիրով է, երկկողմանի դժվար անցանելի է, Հերացից դեպի Կորյուն ընթացող հատվածը եւս դժվար անցանելի է, Սարալանջի շրջանցիկ ճանապարհը երկկողմանի խցանված է, եթե կարող եք այդ կողմով ընդհանրապես մի երթևեկեք, հարգելի ռադիոլսողներ, եւ էլ ինչ ունենք այստեղ Մաշտոցի պողոտան դեպի Սավոր փողոցն է Լուսինե, Մաշտոցի պողոտան Գրիգոր Լուսավորիչ փողոցի հատման խաչմերուկով երկկողմանի դժվար անցանելի է, դա էլ աշխատեք շրջանցել։ Իսակովը չասացի։ Իսակովը ասացի, որ ենթադրում եմ։ Ահա, Հաղթանակի Աթենքի փողոցը ճիշտ է ասում, դեպի Հաղթանակի կամուրջ ընթացող հատվածը դժվար անցանելի է։ Իսակովի պողոտան այս պահին բնականաբար դժվար անցանելի է, ահա։ Մուգ կարմիր գիծ կա։ Դե հա, էլի ինչպես կարող էր չլինել։ Բագրատունյացն է բնականաբար դժվար անցանելի, մենք տեսնում ենք դեպի Չեխովի փողոց ընթացող հատվածը։ Մի խոսքով, նույնիսկ եթե խցանման մեջ եք լսեք մեզ, անջատեք ձեր նյարդերը եւ փորձեք ցանկացած րոպե եւ վարքյան ի օգուտ ձեզ ծառայեցնել։ Եվ փորձեք Գարեգին Նժդեհի փողոցը եւս շրջանցել, որովհետեւ այն երկկողմանի դժվար անցանելի է։ Եվ հիմա արդեն ձեզ տեղեկություն հայտնենք կենտրոնական բանկից տարադրամի փոխարժեքի հետ կապված։ Հա, Լուսինե ջան, ասա անպայման, ասա։ Լարսը բաց է, Ամբերտը փակ է։ Խնդրեմ, օրվա փոխարժեքը քեզ եմ ներկայացնում։
Ըստ կենտրոնական բանկի դոլարի փոխարժեքը 389 դրամ 28 լումա է, եվրոյինը 442 դրամ 38 լումա, ռուբլունը 4 դրամ 66 լումա եւ Լուսինեն հիմա անհավանական փոխարժեքներ կասի մեզ։ Բրիտանական ֆունտ ստերլինգը 519.46 է եւ սա էլ Տիգրանի համար չինական յուանը 53.877։ Արի ինչ որ մի բան էլ, հա, գտիր, այսպես որ մեզ հետ ընդհանրապես կապ չունի։ Օրինակ Ղազախական տենգեն 7616 է։ Ձեզ ո՞րն է հետաքրքրում, հարգելի ռադիոլսող։ Մենք ունենք նաեւ տաջիկական սոմոնի։ Դա ուրիշ կինոից էր մար։ Եվ եթե դուք պատրաստում եք մեկնել կամ գնում եք դիմավորել ձեր հարազատներին, ապա ասենք, որ մեկնումների, այսպես ասած, սանդղակը երբ նայում ենք, գրեթե բոլորը ժամանակին են, միայն ուշացում կա Նովոսիբիրսկի, այսպես ասած, չվերթի ժամանակ։ Խնդրում եմ Լուսինե, կասես այսօր Դուբայ-Երևան չվերթը, որը ժամը 8-ի մոտակայքում է։ Ժամանումը նկատի ունես։ Այո, որ ժամին է ժամանելու։ Թռել է ժամը 8-ին, մեկնումը ժամը 8-ին էր, խնդրում եմ։ 11:25 ժամանակին վայրեջք կկատարի։ Տեսնում ես ինչ լավ է։ Սպասում ենք։ Այստեղ վաղաժամ կա վայրեջք ժամանում Մոսկվայից վաղաժամ էլի շտապում են մեր օդաչուները եւ խցանում չկա, արագություն են գերազանցում, այնտեղ էլ պարեկներ չկան, որ դու գանեն, դες շուտ հասնում են, էլի։ Ես հիշում եմ այդպես մի անգամ, երբ Եգիպտոսից գալիս էինք Հայաստան եւ այդ ժամանակից շուտ հասանք տեղ եւ այսպես բորտ ուղեկցորդը հայտնեց, որ վայրեջք ենք կատարում եւ այնքան արագ էր խոսում անգլերեն ու ես այնքան վախեցած էի, որ Երևանը Եմեն լսեցի եւ պտտվեցի մեր ընկերոջը Նեոին, ասում եմ Նեո Ինչու ենք Եմեն իջնում, ինչ որ մի բան այնչի եւ բորտ ուղեկցորդին այսպես կանչել եմ, ասում եմ, խնդրում եմ ինձ կասեք, մենք հիմա վայրեջք ենք կատարում։ Ես, այսպես ասում եմ, Եմեն, no, Երևան եւ հասկացա ուղակի, որ օդաչուն շտապում էր։ Ես ձեզ մի գաղտնիք բացեմ, եթե հանկարծ հայտնվեք նույն ինքնաթիռում Մարինայի հետ, շատ ուրախ է լինելու, հավատացնում եմ ձեզ, ֆոբիաներ ունի ինքնաթիռի հետ կապված։ Եթե վերջացրեցինք այս կարևոր տեղեկությունները, ներկայացնեմ, որ Լինա Սարգսյանն ասում է Արմինե Գևորգյանը ոչ միայն լավ հաղորդավար է, նաեւ հաճելի ու համեստ զուսպ զրուցակից, միշտ հետաքրքրությամբ եմ լսել եղանակի տեսությունից հետո ուղիղ տրվող հետաքրքիր տեղեկություններին։ Արմինե Հովսեփյանը փաստորեն ասում է, որ բարի օր սիրելիներս, ասում են 3 լավ տոն է կարել, հա, էնել ինչպեսի, ինչ ափսոս չկարողացա մասնակցել։ Հիմա այսօր այն տորթի տակերից մի կոֆեի բաժին չի մնացել ինձ։ Այսքան փոքրիկ մնացել է, բայց չորացել է, չէինք հասանք սենյակ տեսանք, այո, այդ մի փոքր կտորը կա։ Ուշացումով շնորհավորանքներս ձեզ մասնագիտական տոնի առիթով միայն բարի լուրերով մեզ ողջունեք։ Բա մենք որքան ենք երազում, որ ձեզ միայն ներկայացնենք լավ դրական լուրեր։ Այո, դա շատ կարևոր է մեր առօրյայում եւ մենք հասկանում ենք, որ ինչպես նշեց Արմինեն, մեր գործընկերը, այս օրերին աշխարհը շատ խառն է եւ անհնար է ուղղակի առանց վատ լուրերի, բայց մենք լավատես ենք եւ հույս ունենք, որ հետագայում ավելի շատ խաղաղ օրեր կունենանք, քան օրինակ անհանգիստ եւ խառնի խուռն։ Դե ինչ սիրելի ռադիոլսողներ, իսկ մենք հիմա կլսենք հերթական ակտիվ ռիթմերը, ոչ միայն կլսենք, այլև կպարենք, կուրախանանք մի խոսքով այսպես շարունակ, որից հետո արդեն կդիմավորենք մեր հրաշալի հյուրերին, այո։ Ովքեր են այսօր մեզ մոտ լինելու, արի արդեն բացենք փակագծերը միանգամից, այո, այդ ընթացքում հիշեցնեմ, որ կարող եք զանգահարել 553702 հեռախոսահամարով։ Եւ այսպես այսօր մեր հյուրերն են լինելու միջազգային կարգի սպորտի վարպետ, պրեմիում կարգի ֆիթնես մարզիչ, միջազգային կարգի մարզիչ եւ մրցավար աշխարհի եւ Եվրոպայի փոխ-չեմպիոն Սերգեյ Ասատուրովը եւ ձեր սրտի բժիշկ սրտաբան սրտակեր Վարդգես Մովսեսյանը։ Սրտաբան սրտակեր։ Ինքը գիտի, որ ինքը սրտաբան սրտակեր է։ Այո, մենք կպարզենք։ Մի հուշ կամ մի պատմություն ինձ է փնտրում, չի խաղաղվում իմ հոգին դարձյալ։ Գուցե այդ դու ես կամ ես, որ վերջապես հոգուս մեջ սեր ես արթնացնում անցյալ։ Սրտիս ամեն մի հնչյուն քեզ է կանչում, չի դադարում քեզ սպասել անվերջ։ Աստղերը խնդիր կնքում, երգեն հյուսում ու ամեն ուր տարածում են սեր։ Քեզ որտեղ կգաս, որ կժպտաս, որտեղ կասես սիրում եմ ես, որ կսպասեմ, որ կկանչեմ հերվից, դարձիր մի ետ նորից քեզ, որտեղ կգաս, որ կժպտաս, որտեղ կասես սիրում եմ
կարծես արևը կրկին այրեց իմ հոգին ու չի թողնում մոռանալ երբեք ու չեն տալիս ինձ հանգիստ սիրտս ու հոգիս չեն դադարում երկով կանչել քեզ գետ դարձար սիրո պատմություն գաղտնի փորձություն որ ցանկանում եմ անցնել քեզ հետ երազես այրական ու անպայման կասեմ խոսքերը սիրո միայն քեզ որտեղ կգաս որ կշպտաս որտեղ կասես սիրում եմ ես որ կսպասեմ որ կկանչեմ հերվից դարձիր մի եկ նորից քեզ որտեղ կգաս որ կշպտաս որտեղ կասես սիրում եմ ես որ կսպասեմ որ կկանչեմ հերվից դարձիր մի եկ անցյալի Սիրում եմ ես որ կսպասեմ որ կկանչեմ հերվից դարձիր մի եկ նորից հետ որտեղ կգաս որ կշպտաս որտեղ կասես սիրում եմ ես որ կսպասեմ որ կկանչեմ հերվից դարձիր մի եկ նորից հետ որտեղ կգաս որ կշպտաս Can't every that's me որտեղ կգաս որ կշպտաս որտեղ կասես սիրում եմ ես որ կսպասեմ որ կկանչեմ հերվից դարձիր մի եկ կանցյալի Դե ինչ սիրելի ռադիոլսողներ, այսօր որոշել ենք սիրված հիթեր ներկայացնենք, որ տարիներ առաջ այդպես շատ լսում էինք ու դրանք էին մեր հիթերը, մի քիչ ռետրո տրամադրություն էլ փորձեցինք փոխանցել ձեզ, բայց ակտիվ ռիթմերը հասկանում, որ մեծացել ես, երբ արդեն դու այն կինն ես, ով լսում է Մելաձե, ոչ թե դա մամայի ընկերուհին է։ Եվ ինչպես նկատեցիք, մենք ես ու Լուսինեն հիմա մենակ չենք, 4 ծաղիկներով ենք այս պահին դուք տեսնում եք մեզ, որովհետև 2 ծաղիկ էլ ավելացավ, եւ ինչպես խոստացել էինք հաղորդման սկզբից այսօր աղջկա կան եթերը, բայց սպասում ենք տղաների եւ նրանք չուշացան, մեր տաղավարում են մեր հյուրերը։ Եվ այսպես, ես մինչ երգը ներկայացրել էի, բայց եւս մեկ անգամ ողջունենք մեր հյուրերին, բժիշկ սրտաբան Վարդգես Մովսիսյան, բարի լույս, մշտական ունի Վարդգեսը, ոնց որ աբոնեմենտ ունի, միջազգային կարգի սպորտի վարպետ, պրեմիում կարգի ֆիթնես մարզիչ, միջազգային կարգի մարզիչ եւ մրցավար աշխարհի եւ Եվրոպայի փոխ չեմպիոն Սերգեյ Ասատուրով, ողջույն։ Բարի լույս։ Ոնց եք։ Լավ, դուք ոնց եք։ Լավ, ոնց եք այդքան տիտրոսներին դիմանում, ինչեւ ձեր անունը կարդում ենք արդեն, հա։ Ես իրականում փորձում էի շատ կարճ տենց ինձ հետ։ Ավելի երկար է փաստորեն, հա։ Կապվեց, փորձեցի ասում, լավ, հակիրճ գոնե, բայց այն բաները, որ ես կուզեմ նշի, չեն շատ բաներ կուզեմ նշի, որովհետեւ ամեն տիտրոսը ինչ որ նվաճում է, որին հասնում ես ինչ որ երկար տարիների աշխատանքով, հա, ու սենց այն որ Չոտ ասում։ Դե լավ, եկեք այս մեկը չնշենք, այն որ լավ, բայց ինձ համար յուրաքանչյուր մարդու մոտ, հա, ով իր ոլորտում ինչ որ մի level-ի հասել է, տենց ամեն մի աստիճան է իր համար կարելի։ Վարդգես քո տիտրոսները որոնք են, բացի սրտակերից։ Դու ասացիր, սրտաբան, սրտակեր, իդեպ շնորհակալ ենք շատ ծաղիկների համար, շատ հրաշալի սկսվեց մեր առավոտը։ Ինչպես եք սկսում ձեր առավոտը, որպես սրտաբան եւ որպես պրոֆեսիոնալ մարզիչ, արդյոք սուրճը տեղ գտնում է առավոտվա այդ օրինակ մեր նման սխալանում եք, լագյանով սուրճ խմում եք վաղ առավոտյան։ Որպես բժիշկ ասեմ, որ ես նախընտրում եմ եւ իմ օրվա կարգացուցակում անպայման ունենալ նախաճաշ առավոտյան, մինչեւ արդեն կլինիկա գալը եւ սուրճը իհարկե մեքենայում կամ դրանից հետո միայն, որտեղ առողջական տեսանկյունից էլ առողջության տեսանկյունից ճիշտ չէ միայն սուրճ ընդունել առավոտյան եւ չուտել ոչինչ եւ չանել նախաճաշ։ Նույնիսկ այդպես չնայես։ Դու չես արել նախաճաշ։ Այո, ես չեմ անում նախաճաշ։ Դու մեծ բաժակով սուրճ ես խմում։ Այո։ Դուք ինչ կասեք։ Ես իհարկե սուրճով չեմ սկսում, օրս սկսում եմ նախաճաշով, նախաճաշից հետո, բայց բոլորդ։
Իսկ ինքն է ինձ սովորացրել նախաճաշել։ Ոչ։ Սուրճ խմելը ես իրեն նախաճաշել, այո։ Ինքը ինձ սուրճ խմելը, ես տեն սուրճ խմող չեմ եղել։ Իսկ նախաճաշից առաջ ջուր օգտագործում եք ընդհանրապես սննդից առաջ ջուր լավ է, վատ է, միշտ վիճելի կարծիքներ կան։ Վիճելի կարծիք ինձ թվում է, վիճելի կարծիք չպետք է լինի, որովհետև ջուրը միշտ լավ է օրգանիզմի համար։ Այո, ես սովորաբար խմում եմ ինչ-որ մի հավելում, սովորաբար մեր տանը լինում է կոլագեն, հա տենց ինչ-որ տենց առավոտյան կոլագեն են բացում։ Դա իրականում օգտակար է, թե միֆ է։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ օգտակար է եւ աշխատող։ Հավատալ եք տարաների։ Հիմա նո բժիշկը սրտաբան է, սպայես։ Վայրի մասնագիտական։ Տեսեք, դա կան հետազոտություններ։ Հիմա մենք էլ էլի ես իրականում ինչը որ պնդում եմ, իմ տարիների փորձը ցույց է տվել, որ ես չեմ կարող ասեմ, գիտեք, այս 100% անոց օգտակար է։ Կարող եմ ասել, որ զգում ենք մեզ վրա էֆեկտը եւ կան հետազոտություններ, որոնք որ հիմնավորում են այդ հավելումների օգտակարությունը։ Ուղղակի եկավ մի ժամանակ, երբ օրինակ շատ նորաձև դարձավ ձեր ասած կոլագենի օգտագործումը, դա մազերի համար է լավ, մաշկի համար է լավ, կա ժամանակ, որ մենք միայն վիտամին C-ով էինք այսպես ապրում։ Յուրաքանչյուր պարագայում օգտագործիր վիտամին C, դա օգնում է եւ ինչ որ այլ վիտամինների այսպես հավաքածու միքս, բայց այդ կոլագենը նույն ինչ որ եւ այլ հավելումներ մի տեսակ կարծես նոր են եկել մեզ մոտ մեր իրականություն, մեր մտածողության մեջ եւ ամեն երկրորդը որոշում է, որ կոլագենի օգտագործումը իր համար լավ է։ Արդյոք յուրաքանչյուրը կարող է պրոֆիլակտիկ օգտագործել, թե պետք է բժշկի եւ մարզիչի ցուցում անպայման։ Տեսեք, ջրի մասով նախ ասեմ, որ առավոտյան մինչև նախաճաշը գոլ եւ գոլից ավելի մի փոքր տաք ջուրը միանշանակ օգտակար է։ Ես ամեն օր խմում եմ մի մեծ բաժակ գոլ ջուրի, պարտնանում եմ։ Եվ նաև քանի որ դա լրացնում է օրվա ջրի պաշարի մի մասը, քանի որ հաճախ մենք չենք հասցնում ընդունել այնքան ջուր, որքան անհրաժեշտ է եւ որքան պահանջում է մեր օրգանիզմը։ Ինչ վերաբերում է հավելումներին, իհարկե դուք ճիշտ նշեցիք, որ այն միգուցե վերջերս ավելի առավել նորաձև է կամ ավելի հակված ենք մենք ընդունել հավելումներ, վիտամիններ, բայց սա նաև կրթության հարց է։ Մենք ժամանակի ընթացքում կրթվում ենք, տեղեկատվություններ ենք ստանում, նույնը եթե մենք հիմա իհարկե հարցնենք Սերգեյին մարզումների հաճախելիության մասով նախկինում այսքան հակված չէին մարդիկ գնալու մարզասրահներ եւ մարզվելու օրինակ պրոֆեսիոնալ մարզիչների հետ, ինչը հիմա գովելի է, որ տենդենսը կա ավելի գրագետ մարզվելու, որովհետեւ դա ոչ միայն ճիշտ է ֆիզիկական առումով, այլ նաև առաջինը ճիշտ է հենց առողջական, առողջապահական առումով։ Եկանք մեր հիմնական հարցին, ինչպես մարզվել առողջ եւ չվնասել առողջությունը, որովհետեւ հաճախ մարդիկ ընկնում են իրենց ետևից, նիհարելու հետևից կան մարզիչներ, որոնց համար կարևոր է ոչ թե մարդու առողջությունը, այլև արդյունքը արագ, այո, եւ կան մարդիկ, որ առանց մարզիչների եւ առանց ստուգվելու միանգամից գնում են ու ծանրաբեռնվածություն ֆիզիկական տալիս են իրենց օրգանիզմին եւ այն խնդիրները, որոնք գուցե իրենք տեղյակել չէին, գլուխ են բարձրանում։ Այս շատ կարևոր մի մաս եւ կարծում եմ դա է ձեզ միավորում, չէ՞, այս պարագայում ինչպես անել, որպեսզի առողջ մարզվում ենք եւ միշտ հետաքրքիր զրույցներ ենք, հետաքրքիր քննարկումներ ենք ունենում այս թեմայի վերաբերյալ։ Ինչպես անվնաս մարզվել։ Իրականում ցանկացած դեպքում երևի առաջին հերթին դիմել կոմպետենտ մասնագետին եւ հարցնել խորհուրդ։ Երկրորդը, եթե չունեք այդ պահին ձեր կողքին կոմպետենտ մարզիչ, այսօր ինֆորմացիան արդեն շատ է, կարող եք օգտվել, չգիտեմ, նաեւ բայց ճիշտ տեղերից, էլի, ճիշտ տեղերից։ Հա, նաեւ սխալ ինֆորմացիան էլ է շատ։ Հիմա ինչ որ տեղ չկա կոնկրետ նշեմ այս տեղը կամ այն տեղը, իմիջիալոց Վարդգեսի հետ մտածում ենք այդ այնց ինչ որ շատ տրվող հարցերի վերաբերյալ ինչ որ մի կարճ այնց հոլովակներ նկարել, կարողանան տեսնեն, հա, այդ կարևոր հարցերը։ Մի խոսքով դիմել կոմպետենտ մասնագետի կամ ինֆորմացիա ստանալ միայն կոմպետենտ աղբյուրներից,
անվնաս մարզում։ Այսօր նաև շատ են հավելվածները, որոնց միջոցով մարդիկ մարզվում են ինքնուրույն։ Եվ այդ մշտական պայքարը եւ վիճելի թեման կա մարզվել մենակ, թե անպայման մարզիչի հսկողության տակ լինել, որն է ի վերջո ճիշտ, որովհետեւ եւ բժշկի հսկողության տակ։ Այստեղ փաստորեն միասնական համագործակցություն է գնալ մարզիչի մոտ, հետո գնալ բժշկի մոտ կամ հակառակ կամ միաժամանակ լինել կապի մեջ։ Պարզ հարց տամ ձեզ, դա չի կարող հակասական կարծիքներ լինել, ինչպես է, որն է ավելի ճիշտ մարզվել, սովորել, չգիտեմ, մաթեմատիկոսի հետ, թե ինքնուրույն։ Ես կողմ եմ, որ անպայման մարզվես մարզչի հսկողության ներքո։ Իհարկե, ցանկացած Որովհետև որևէ շարժում, գուցե ես տեխնիկապես սխալ եմ անում եւ ինձնից շատ գոհ գնում եմ ամեն անգամ այդ նույն մկանը սխալ մարզում եմ ու հետո արդյունքը կամ ինձ չի գոհացնում կամ չգիտեմ, գուցե մեջքն եմ վնասում եւ այլ մկան եմ վնասում, բայց երբ որ մասնագետի հսկողության տակ ես լինում, արդեն բնականաբար ըստ իս արդյունքը այլ ձև է լինում։ Բնականաբար եւ խոսքը իրականում չի գնում միայն շարժման ճիշտ եւ սխալ կատարելու մասին։ Խոսքը գնում է իրոք գիտելիքների մասին, այսինքն եթե դուք մարզվում եք լավ մարզիչի մոտ, դուք ստանում եք նաև գիտելիքները, որովհետև մարզման process-ը դա միայն վարժություն կատարելը չէ, այլ մեր հասարակության մոտ կա այդ մոլորվածությունը, որ հա դե ինչ է, դրա համար է մենակով են մարզվում, ինչ է, մի երկու վարժությունա կանեմ ու լավ կլինի։ Բայց այդ process-ը իրենից ներկայացնում է մի sense 3 բաղադրիչ մաս՝ սնունդ, հանգիստ եւ մարզման process, եւ մարզման process-ը պետք է լինի sense պերիոդներով բաժանված, ընտրված ճիշտ վարժություններ եւ մի գուցե այո, այդ պլանը, որ ունենան արդեն տակը մնում է ուղղակի վարժությունները սովորել, վարժությունները կարող են սովորել, բայց այդ ամբողջ ճանապարհը անցնել մենակով շատ դժվար է։ Եվ իհարկե հակացություններ չունենան մարզվելու հետ կապված, վարդկես օրինակ որ պարագայում չի կարելի շատ ծանրաբեռնել օրգանիզմը։ Տեսեք, առհասարակ մենք արդեն փոքր-ինչ խոսեցինք այդ մասին, որ ինչու է կարևոր դիմել պրոֆեսիոնալ մասնագետի կամ հենց մասնագետի, որովհետև նույն ծանրաբեռնվածությունների աստիճանը պետք է որոշի մարզիչը, հնարավոր է մարդը կարողանա ինքնուրույն միանգամից սկսել կատարել մեծ գերծանր քաշերով, բայց դա կարող է ոչ թե կարող է, այլ հաստատված կերպով կվնասի իր առողջությանը, ոչ միայն հոդերը, մկանները, որովհետև պետք է օրգանիզմը նախապատրաստել այդ մեծ ծանր քաշերին, բայց նաև այստեղ որպես սրտաբան կարող եմ ասել նաև հաճախ ունենում ենք սրտի հիպերտրոֆիաներ, երբ սրտամկանը գեր մեծ ծավալներ է ստանում, այն պարզ պատճառով, որ օրգանիզմը սկսում է ունենալ արյան ավելի շատ պահանջ, քան սիրտը կարող է մատակարարել, դրա հաշվին մենք ունենում ենք ավելի շատ անառողջ հիպերտրոֆիա սրտի, որը հետագայում արդեն մեծ տարիքում կարող է սրտային անբավարարության կամ այլ սրտային խնդիրների բերել։ Եվ մյուս կողմից ունենք իհարկե հակացություններ, երբ կան որոշակի ուղեկցող հիվանդություններ, օրինակ սրտային հիվանդություններ, որոնք այս դեպքում եւս պետք է լինի մարզիչի հսկողությամբ եւ ուղղորդմամբ, որովհետեւ այդ ծանրաբեռնվածությունները ընտրվում են ինդիվիդուալ, կախված հենց տվյալ մարդուց, հնարավորություններից եւ արկա հիվանդությունից։ Իհարկե լինում են դեպքեր, երբ որ խորհրդակցում ենք բժիշկ մասնագետի հետ կամ այսպես փոքրիկ կոնսիլիումի նման, հա, թե որն է կարելի, որը չի կարելի, բայց որպես կանոն դա կարող ենք հստակաբար ասել, որ միանշանակ ճիշտ է դիմել պրոֆեսիոնալ մարզչի օգնությանը եւ ինքնուրույն չկատարել ինքնաբուժությամբ չզբաղվել այդ ընդհանուր բառը։ Այո, եւ մենք մեր շատ հետաքրքիր ու արդյունավետ զրույցը կշարունակենք րոպեներ անց, կարճատև դադար, այնուհետեւ կրկին կլինենք եթերում։
Սուրճ ու սեր առավոտից։ Սուրճ ու սեր առավոտից հաճելի լավ տրամադրություն, աշխուժություն, առողջություն ու բնականաբար նաև կարևոր տեղեկություն, որ ներկայացնում ենք թե մեր զրուցակիցները շատ էսպես խորացանք ու շատ հետաքրքիր, բայց կարևոր տեղեկություններ ենք էսպես ստանում։ Եվ մենք խոսում էինք հաղորդման ընթացքում մինչև ձեր գալը մեր վատ սովորությունների մասին, այն մասին, թե ինչից չենք կարողանում հրաժարվել կամ ինչն ենք վաղվանից սկսելու անել, որ այդպես էլ չենք անում։ Օրինակ, ես հացից շատ դժվար եմ հրաժարվում։ Ես որ տարիներով մարզվում եմ, այցելում եմ մարզասրահ, հացը միակ բանն է, ինչը իմ ռացիոնում միշտ կա եւ ես դժվարանում եմ հրաժարվել։ Արդյոք ճիշտ է ընդհանրապես բացառել որոշակի սնունդ մեր սննդակարգից, որովհետև ասում են, այդ միշտ մենք հայրս ասում ենք, չէ՞, ասում են, ով է ասում, չգիտենք ով է ասում, որ կա սնունդ եւ կան ուտելիքներ, որոնք անփոխարինելի են իրականում եւ դրանցից մեկը օրինակ հացն է։ Խնդրեմ ես պատասխանեմ, հա, որպես։ Անկեղծ ասած, այս մոտակա 3-4 ամիսը ես ինքս հրաժարվել եմ շաքարից եւ հացից։ Տեսեք ինչն է խնդիրը, հացից կարող եք չհրաժարվել, ուղղակի հացը կարող եք փոխարինել ոչ թե սպիտակ ալյուրից պատրաստված հաց, այլ ճռճռան տաք, այսպես պանիրով։ Հայ ճռճռան տաք մատնաքաշը պանիրով, դա շաքար է։ Ինքը իր ստրուկտուրայով, ածխաջրի ստրուկտուրայով ունեն շատ մոտիկ ստրուկտուրա շաքարի հետ։ Այսինքն մեծ հաշվով օրգանիզմը ընդունում է որպես շաքար։ Այսինքն սև հաց եք առաջարկում ուտել։ Սև հաց եմ առաջարկում ուտել, բայց սև հաց ոչ թե ուղակի ներկած սև հաց։ Կամ բոված շաքարավազով։ Բայց ես ներկած, ես սև հաց չեմ սիրում, ես սպիտակ հաց եմ սիրում։ Ես լավ համով սև հաց եմ։ Սինեն քեզ հավատում, նորեկան լսնեն քեզ հասկանում։ Ինչի եք սիրում սպիտակ հացը, որովհետև ինքը իր ստրուկտուրայով շաքարի նման լինելով, ձեզ մոտ առաջացնում է կախվածություն։ Այսինքն հիմա դուք ունեք կախվածություն։ Եվ այո, այդ նույն մոլուցքները հենց էլ աշխատում են, ծխելու պես, չգիտեմ, ալկոհոլ ընդունելու պես, կարճատև, դուք շաքար եք ուտում։ Կարճատև սերոտոնինի արտադրություն է ձեզ տալ, եւ երբ որ դուք ընդունում եք շաքարը կամ այդ սպիտակ հացը, ինքը նույն սկզբունքով դրա համար, բայց օրգանիզմը նաեւ կա նման կարծիք, որ ասում են, բայց օրգանիզմը պահանջում է, այդ օրգանիզմ ոչ, օրգանիզմը պահանջում է։ Ուղեղն է պահանջում։ Երբ որ դու, այո, ուղեղն է պահանջում, ասում են, ինձ դու երջանկության հորմոն, եւ ինքը փորձում է ինչից անաստան։ Բայց ախր ասում են կյանքը շատ կարճ է, որ մեր սիրելի բաներից հրաժարվեն։ Տեսեք, պետք է ամեն ինչ իր տեղը ունենա։ Երբ որ դու միշտ ուտում ես այդ նույն սպիտակ հացը կամ ինչ-որ քաղցր բան, դա քեզ արդեն ոչ թե հաճույք է պատճառում, այլ ուղղակի սովորություն է եւ դու դրանից հաճույք չես զգում։ Ես ուզում եմ Վարդգեսին հարցնել, ինչպես է քեզ հաջողվել հրաժարվել քաղցրից, որովհետեւ երբ գնում եմ ասում եմ, ինչ բերեմ քաղցր չբերես, չես հիշում, ես քաղցր չեմ ուտում։ Դա ստացվել է։ Այո, ստացվել է Վարդգեսի մոտ։ Տեսեք, իհարկե Սերգեյ շատ ճիշտ նշեց սպիտակ հացի մասին եւ առհասարակ պարզ ածխաջրերի մասին, որոնք պետք է մեր ռացիոնում կչացնենք եւ թե ինչն է պատճառը, որ մենք անդադ ցանկանում ենք, Մարինա, որ նշում եք, որ չէ որ մենք ուզում ենք, դա երջանկություն է եւ այլն, սա օրգանիզմի ծերացման այսպես կոչված պլանն է, որը պետք է բջիջը, եթե վերցնենք ամենապարզ միավոր որպես օրգանիզմի, նա մի օր առաջանում է եւ պետք է մի օր ավարտի իր կենսագործունեությունը եւ ընթացքը ցավոք այո եւ նաեւ մեր մոտ ընդհատելու համար փաստենք որ հացից հրաժարվելը կամ այդպիսի սննդից հրաժարվելը բնավ չի խոսում այն մասին որ մենք անպայման ուզում ենք նիհարել որովհետեւ թյուր կարծիք կա որ ինչ որ ուտելիքից պետք է հրաժարվել նիհարելու համար ոչ բնականաբար սնունդը եւ մեր ռացիոնը պետք է լինի բալանսավորված եւ այդտեղ պետք է լինեն եւ սպիտակուցները եւ ածխաջրերը բայց եւ ճարպերը բնականաբար բայց ածխաջրերը պետք է լինեն առավելապես բարդ ածխաջրերի ձևով եւ մենք այդ նույն սպիտակ հացը երբ որ սահմանափակում ենք մեր ռացիոնում ցանկացած գործառույթ, որը մենք փորձում ենք կատարել եւ դա անում ենք 3 շաբաթ եւ ավել, արդեն դառնում է սովորություն եւ սկիզբն է դժվար։ Սկիզբն է դժվար, այո։ Եվ երբ որ դուք սկսում եք արդեն այդ ռիթմով ապրել, օրինակ գնալ մարմնամարզության ճիշտ խորհուրդներ ստանալ ճիշտ մարզչի կողմից, դուք արդեն մոտիվացվում եք, ինչպես օրինակ իմ բարագայում, որը եղել է Սերգեյի հետ համագործակցության։ Խիստ է, հա։ Ջղայնը ինքը չի լսում։ Դե արդեն բարձ է, չէ՞, դուք ձեր սովորությունները։ Դա ճանապարհ է, որը պետք է անցնել եւ ստանալ արդյունք, եւ այդ արդյունքը ոչ թե ժամանակավրեպ է, այլ դու ինքդ ես հետագայում սկսում ապրել այդ օրվա ռիթմով եւ երբ որ օրինակ մի օր բաց ես թողնում մարզումը կամ չարաշահում ես նույն քաղցրի օգտագործումը կամ փոքրինչ, արդեն դա կարծես
ինչ-որ չափով եւ հետքայլը եւ մեղքի զգացում է առաջացնում։ Բայց օրգանիզմդ էլ է արդեն սովորում, մի տեսակ օրգանիզմիդ էլ է դիսկոմֆորտ լինում, երբ այդ հավելյալ ուտեստները հայտնվում են։ Այստեղ մի կարևոր բան էլ կա սովորության հետ կապված, ինձ շատ հետաքրքիր է, ասած սկիզբում երբ դժվար է հետո սովորում ես, արդեն կանոնակարգվում է միանգամից, չէ՞։ Այո։ Բայց հետո նորից հետ վերադառնալն է շատ բարդ։ Օրինակ, գնում ես այլ երկիր, all inclusive, ուտելիքները լցված են, ախր ոնց չփորձես, դե ասեք ոնց դիմանալ այդ կայթակցությանը։ Թե մեր հայերի ափսեներն են པարզ են։ Եվ իմիջայլոց կներեք ֆարտկեսի միտքները շարունակեմ, կիսա միֆ ինչ որ բան մտածեցի, նորաձև կարելի է դարձնել, եթե ուզում եք մշտապես երիտասարդ լինել, հրաժարվեք ալյուրից եւ շաքարից։ Ես դա եմ ուզում հարցնել, որն է ըստ սրտաբանի եւ մարզչի, այսպես երկարատև չասենք, հա, հարատև երիտասարդության գաղտնիքը։ Իմ մասով ծեր մասնագիտական մասով ասեմ, որ դրա մեջ մտնում է, ինչպես նշեցի, բալանսավորված սնունդը եւ որտեղ պետք է հստակ մենք ունենանք նախաճաշ, ճաշ եւ ընթրիք եւ առավելապես մեր սննդի ընդունման մեծ մասը պետք է լինի օրվա դեպի առաջին կես եւ ոչ թե երեկոյան ուշ ժամերի, որոնք իհարկե կարող են բերել այդ ավելորդ քաշին եւ նաեւ հիմա էլի նորաձև է, այսպես կոչված հաշվել կալորիաները ընդունված, որը երբեմն հիվանդագին դրսևորումներ ունի, ավելի լավ է ուտել չափի մեջ։ Ոսկե միջինը ընտրենք էլի։ Այո, եւ սա բժշկական իմաստով, իսկ առողջ ապրելակերպի իմաստով, դրանք Սերգեյ Լուսաբանի մեզ։ Ես թվում է վարկեսը տենց լավ լիարժեք բացատրես, բայց փորձեմ մի քանի կետեր ավելացնեմ։ Ընդհանրապես ինչ է ծերացումը եւ ինչ են իրանց ներկայացնում տարիքը, որ ասում եք երիտասարդ մնալու գաղտնիքը, տարիքը դա կա մի տարիք փաստացի, որը գրված է մեր անձնագրում եւ կա տարիք կենսաբանական, օրինակի համար, եթե մենք հանդիպենք որևէ մարդու, որը ունի անձնագիր, ստուգելու ենք իր կենսաբանական տվյալները։ Ձեր կարծիքով ես քանի տարեկան եմ։ Եթերում ասի, լավ թողես, հա։ Բայց այնքան անկեղծ չասեք էլի անցնեք իմ տարիքից։ Շատ չբարձր, բայց իմն էլ կասեք։ 34 մոտեք։ Առաջին մարդն եք, որ 34 Լավ, մի րոպե, ես ուղղակի տամ ինչը հաշվի առնելով եմ ասում, այն ինչի մասին, որ ես խոսել եմ։ Ես շուտով կլինեմ 37 տարեկան, բայց այն մարդիկ, ովքեր ինձ հետ առաջին անգամ են ծանոթանում, մինչև 28 է այսպես տատանվում, չգիտեմ որքանով է համապատասխանում կամ գուցե հաճոյանում են, ամեն դեպքում փորձում ենք առողջ։ Բայց 34 տարեկանում էլի պետք է տենց գեղեցիկ լինել։ Եթե մարդ իրեն հետևում է, տեսեք, մի հատ կարճ բան եմ ուզում ասեմ այս տարիքի վերաբերյալ։ Ինչի ենք մենք սովոր տեսնել ենթադրենք 40 տարեկան կնոջ կամ տղամարդուն մի փոքր արդեն մեծ եւ ծերացած կամ չգիտեմ սվաղուց անցել են այդ որովհետեւ այդ տարիքը այդ ժամանակահատվածը բավարար է որ դու կարողանաս օրգանիզմդ սպանես վատ սնունդով, վատ հանգստով եւ թույլ ֆիզիկական ծանրաբեռնված։ Եթե դու քեզ հետևել ես, դու 40-ում էլ 35-ում էլ կլինես քո 28-ին, 18-ի եւ 25-ի։ Եվ հիմա Instagram-ում այդպիսի տրենդ կա, որ շատ կանայք ինչ որ հոլովակներ են տեղադրում եւ գրում են. Ես 35 տարեկան եմ եւ ես շատ երիտասարդ տեսք ունեմ ու մեկնաբանություններն ես կարդում, որ ասում են, հա, բայց նորմալ է, որ դու 35-ում պետք է լինես երիտասարդ։ Լավ, ես քանի տարեկան եմ։ Այո։ Մի քիչ խղճով էլի նորմալ տենց եկեք 37-ի վրա բարի չէ, սպասի, հա 37-ի վրա ինչ եք ինձ դնում չէ, լավ լուրջ ինձ հետաքրքիր է ասեք եթերում ասեք մեր ռադիոլսողները իմ տարիքը գիտեն ես չէ այս նրա հաճոյա խոսեցիք թե իսկապես այդպես եք ասում ավելի բարձր տվեցի տարիքը հաճոյա հա դուք շատ ավելի մեծ եք Իդեպ 48 շնորհակալություն։ Իդեպ դա էլ է կարծրատիպային։ Մենք հասակակից ենք։ Այո։ Հաճելի է։ Կարծրատիպային է շատ, որ ասում են կնոջ տարիքը չեն հարցնում, հասարակության մեջ նման կարծիք կա ընդունված, բայց ինչու կնոջ տարիքը չեն հարցնում։ Իրականում ես այն բիոլոգիական ժամով 17-ի վրա մնացել եմ ու տենց ոչ մի ձև 17-ի։ Ես հոգով 17 եմ։ Խենթ արտանցել։ Լավ է, ես երևի 9 տարեկան չգիտեմ վարդես 4 Եկեք հասկանանք մի կարևոր բան։ Դուք ասացիք, որ շատ կարևոր է ճիշտ տեղեկությունը։ Մարինա ջան, դու շատ կարևոր է ճիշտ տեղեկությունը։ Մենք գիտենք, որ տեղեկությունները տարբեր տեղերից կարող են։ Դուք չգիտեք վերջին բացահայտումը, եթե այդ կոլագենի մեկ հատի կխմեք, շատերը գնում են այդ կոլագենով ծպրտիչներն են գնում, որովհետև կոլագեն ու չգիտեն կոլագենը ինչ է։ Հա, չգիտեն, առանց գիտակցելու են շատերն։ Մարդիկ կան գիտակցում են, գիտեն, ուսումնասիրում են եւ այլն։
Հիմա ուզում եմ հասկանալ այդ որ ասացիք համատեղ ուզում եք ռիլեր նկարեք, ինչ ձևաչափ է լինելու, ինչ եք ուզում, ինչ խնդիր եք ուզում լուծել։ Մենք ունենք իրականում ես որպես մարզիչ, Վարդգեսը որպես բժիշկ ունենք հաճախ տրվող հարցերի ցանկ, հա։ Չգիտեմ, օրինակ հավելումների վերաբերյալ ճիշտ է, որ պրոտեինը հորմոն է եւ սրսկվում են պրոտեինով դառնում են այսքան, չգիտեմ, սենց ինչ որ հավելումների վերաբերյալ։ Կամ փոշին պրոտեինի, որ օգտագործում են։ Կամ փոշին պրոտեինի, որ օգտագործում են, չգիտեմ։ Մարզվելու վերաբերյալ ճիշտ է, որ շատ պրես անեմ, փորս կմաշի։ Ճիշտ է, որ սոված եմ լինում դիետա պահելուց միրգը ուտեմ, կնիհարեմ, բայց չեմ նիհարում, բան չեմ ուտում, ուղղակի միրգ եմ ուտում, չեմ նիհարում։ Ամբողջը քաղցր է, որ շատ պրեսից սիրտս կծանրաբեռնվի։ Կարդիո մարզումից, այ կարդիո մարզման վերաբերյալ ինձ թվում է Վարդգեսին շատ հարցեր ա տրվում։ Ինչ, օրինակ, ինչ զարկերակի հաճախականությամբ պետք է կատարել վարժություններ ֆիզիկական, օրինակ ինքը կարդիո մարզում ինքն իրենով չափվում է զարկերակի հաճախականությամբ։ Եվ որ ամեն հաճախականությունը ունի իր էֆեկտիվությունը եւ իր ներազդեցությունը օրգանիզմի վրա։ Ինձ թվում է Վարդգեսը մի փոքր ավելի կմանրամասնի։ Եվ մինչեւ Վարդգեսը կասի, հա Ասեք։ Ասեք։ Եվ ընդհանրապես կարդիո մարզումը որքանով է օրինակի համար ազդում մարդու օրգանիզմի վրա եւ ոնց է։ Վերևս այս շրջանակներում են հարցերը առավելապես եւ մեր նպատակն է իհարկե մենք յուրաքանչյուրս մեր հարթակներում կատարում ենք այդ լուսավորչական աշխատանքը, բայց համատեղ ավելի արդյունավետ կլինի եւ այդ նույն հարցը երկու անգամ չեն տա կամ գոնե կունենան ճիշտ տեղեկատվություն, թե որ դեպքում ում դիմել, երբ դիմել բժշկի, երբ սկսել մարզումը, արդյոք անհրաժեշտ է սկզբում նիհարել, հետո նոր կատարել գերծանր քաշեր կամ ծանր քաշերով կամ պատկերացում ունեն։ Պատկերացում ունեն, այո, ամենապարզ։ Եվ մեր ռադիո լսողներն էլ ունեն հարց, Ֆոլիկ Ելոյանն է գրել, բարև ձեզ, ողջունում եմ ձեր հյուրերին, իսկ ինչ չի կարելի ուտել շաքարային դիաբետի ժամանակ։ Ով կպատասխանի։ Տեսեք, որպես բժիշկ պատասխանեմ, թերևս դա այդ հարցը առավելապես էնդոկրինոլոգիային է վերաբերում, բայց իհարկե պետք է բացառել կամ սահմանափակել պարզ ածխաջրերի օգտագործումը, յուղոտ ճարպոտ սննդատեսակի օգտագործումը եւ նաեւ իհարկե Սերգեյ այդ մասին կասի, թե ինչքան կարեւոր է ֆիզիկական ակտիվությունը, որովհետեւ նիհարելուց հետո, երբ որ մարդը ունի ավելորդ քաշ, նիհարելուց հետո հնարավոր է որ շաքարի թվերը վերականգնվեն եւ անգամ գան ելակետային թվերի եւ այս պարագայում միայն պետք է նշենք որ խնդիրը լուծվի մարզվելով։ Խնդիրը լուծվի եւ մարզվելով եւ բնականաբար բժիշկ էնդոկրինոլոգի ցուցումներով ընդունել նշանակված պրեպարատները, սնունդը բալանսավորել եւ իհարկե այս դեպքում մենք ունենք եթե մենք ասում ենք որ առողջ մարդը պետք է ունենա բալանսավորված, բայց նաեւ ներառի այդ ածխաջրերը, այս պարագայում մենք ասում ենք որ մի փոքր կամ մի փոքրից շատ ավել պետք է սահմանափակել պարզ ածխաջրերի կիրառումը։ Մենք ունենք զանգ, լսենք ռադիո լսողին, բարև ձեզ։ Ալո, բարի լույս սիրելիներ։ Միջեցեք ռադիոն թոնեցի ձայնը։ Սեդա ջան, բարի լույս։ Ինչպե՞ս եք։ Լավ, դուք ինչպե՞ս եք։ Շատ լավ, շնորհակալ եմ։ Երիտասարդության գրավական հենց այսօրվա առավոտյա սրտաբուխտի ծանր ձեր միշտ մաղթում եմ այդպես զվարթալի տրամադրություն։ Եվ եթե թույլ կտաք սրտաբանին երկու հարց ունեմ։ Ասեք։ Առաջինը վերաբերում է հացին։ Հենց մի քանի օր առաջ էր հացի հետ կապված Ռուսաստանում հայտնի դոկտոր, ազգանունը չեմ հիշում, անունը Յակով, որ խոսում էր սև հացի ավելի վտանգավորության մասին, քան սպիտակ հացի, դա մեկ ու բացատրում էր, որ այդ թեփի մեջ կա մի նյութ, որն ավելի թունավոր է, քան սպիտակ հացի մեջ եղած այդ գլյուտեինը, որից մենք այդքան խուսափում ենք, եւ երկրորդ հարցս ինքը սննդի համատեղությունը տվյալ անձին բացատրում էր զարկերով, եթե դուք ուտում եք սպիտակ հաց եւ որոշակի ժամանակի ընթացքում ձեր պուլսը արագանում է, նշանակում է սպիտակ հացը ձեզ համար համատեղելի չէ, իսկ եթե ոչ, ուրեմն կարելի է օգտագործել։ Այս շնորհակալ եմ։ Շնորհակալ ենք։ Հարցի համար տեսեք ինչ վերաբերում է սև հացին եւ հատկապես թեփի մասով, հա, որը կիրառվում է սև հացի մեջ, իհարկե Սերգեյ նշեց թե ինչքան կարեւոր է դա եւ ոչ միայն ցանկալի, այլ նաև խորհուրդ ենք տալիս սպիտակ հացը փոխարինել սև տարեկանի հացով, եթե այն ներկված չէ եւ իրական հաց է, եւ այստեղ այս տեղեկատվության հետ համաձայնություն չեմ տա, քանի որ նույն այդ բջջանյութը, որը կա այդ սև հացի մեջ, այն չափազանց կարեւոր է օրինակ կանխարգելելու համար հաստաղիքի քաղցկեղը, որը
մեզանում հիմա շատ է այն պարզ պատճառով, որ մենք ամեն ինչ ուտում ենք ռաֆինացված եւ նույն սպիտակ հացը մարսվում է մինչեւ հասնելը արդեն հաստաղիները, այդ իսկ պատճառով նույն բջջանյութը, նույն թեփը ոչ միայն կարևոր է, այլ նաեւ չափազանց կարևոր է եւ միանշանակ խորհուրդն այն է, որ այո, եթե կա հնարավորություն փոխարինել սպիտակ հացը տարեկանի հացով։ Իսկ հարցի երկրորդ մասը, ինչ վերաբերում է սրտազարգի ավելացմանը, պուլսի, ինչպես նշեց մեր ռադիոլսողը, պուլսի արագացումը հացի ընդունման հետ նման որևէ կապ չունի եւ այստեղ մեր սիրտը չի զգում, հա, եթե մի քիչ ավելի առօրեական փորձեմ բացատրել, թե մենք ինչ սննդատեսակ ընդունեցինք այդ պահին, որպեսզի դրանի պատասխան ինչ-որ ռեակցիա տա։ Սիրտը միայն երևի թե էմոցիոնալ սննդի է արձագանքում։ Մեկ էլ ադրենալինի պարագայում համաձայն եք։ Այո, եւ նաեւ ինձ թվում է թե բացառես հացը մոտ 1 շաբաթ միգուցե սպիտակ հացը արդեն զարկերակ կարագացնի միայն նայելով անգամ։ Միգուցե այդ մասին է եղել խոսքը, այդ միգուցե իրականում չգիտեմ, դա ինչ հետազոտության մասին է խոսքը, ամեն ինչ պետք է դիտարկել իր հետազոտությունով, ուղղակի sense կարծիքներ։ Մենք խոսում ենք այս պահին ընդունված հետազոտությունների վրա հիմնված մասնագետների կարծիքը կիսելով։ Եթե կա որևէ հետազոտություն, ռեալ հետազոտություն, որը ապացուցում է հակառակը, որովհետև շատ հետազոտություններ կան, որ 10 տարի առաջ մի բան էինք պնդում, 10 տարի անց հիմա հակառակը ամեն ինչ փոխվում է։ Պետք է նայենք որ հետազոտությունը։ Օդն ու ջուրը, ամեն ինչը կախված է նաև մեր, այսպես ասած, հաճախ եք հիվանդանում։ Առողջ եք էլի այդ դե կներեք ես տեսել եմ դուք ինչպես եք սուզվում սառոցի տակ սարսափել եմ անկեղծ ասած աստորեն տեսել եք ահա այնպես Աստվածի մի խոսքով հրաշք է ուղակի շնորհակալ ենք ձեզ կարևոր տեղեկություններ փոխանցելու համար ես մի հարց ունեմ վերջին հարց քանի որ մենք խոսում էինք վատ սովորություններից ձերբազատվելու մասին եւ գայթակղությունների մասին որքան էլ որ դուք հիմա այստեղ առողջ ապրելակերպ քարոզեք ինձ հետաքրքիր է չէ հավատում ենք բայց հետաքրքիր է կան ինչ որ գայթակղություններ որոնց դժվար է դիմադրում կամ չեք կարողանում դիմադրել մենք իրականում կարծում եմ վարդկեսն էլ չնայած ինձ թվում վարդկեսը ավելի ճշտապահ կլինի դուք վարդկեսել եմ ինչպես է սնվում վարդկեսի հետ մարզում նաև հա չէ տեսեք ես օրինակ երբ որ պետք է ալկոհոլ ընդունում եմ անգամ պարզած խաջրեր։ Ուղղակի խոսքը գնում էր սահմանափակելու մասին, հա, երբ որ դա դառնում է տենց գիտակցված, ամեն ինչը ունի իր չափը։ Թուլություն ունեմ, երևի չէ։ Հիմա ես արդեն իմ փորձով կարող եմ ասել, որ ցանկացած թուլությունից կարողանում եմ ազատել, որովհետև եղել է տևական ժամանակ ծխել եմ հետո ծխելն եմ թողել, չգիտեմ, նույն քաղցրից հրաժարվել, 1 տարի վեգան եմ եղել, ուղղակի ամբողջությամբ բուսակետ։ Այդ ինչպես է աշխատում։ Մարինա, շեղվում ես արդեն, հետո արդեն, այո, ժամանակ չունենք, հետո ձեզ դրսում սպասում են սխալ տեղ կայանելու համար։ Ոնց որ միջև այդ չէին սպասում, արդեն կսպասեն։ Լավ, վարդկեսն էլ արագասի։ Վարդկես Թուլություն։ Թուլություն ունեք, չունեք։ Միգուցե երբեմն օգտագործում քաղցր, շատ հազվադեպ, բայց եթե այդ օրը ես ունեմ մարզում եւ այն այդպես կոմպենսացնելու այդ քաղցրի ընդունումը, թերևս դա եւ երբ որ կան առիթներ, երբեմն ալկոհոլի օգտագործում, որը չի վնասում, երբ որ այն չափի մեջ է։ Շնորհակալ ենք շատ։ Մենք ենք շնորհակալություն, մնացեք հանրայինի հետ սիրելի ռադիոլսողներ, երևի թե մենք եզրափակենք արդեն ծրագիրը, այո, նայիր ժամանակը եւ կհասկանաս, որ պետք է եզրափակել, դե ինչ սիրելի ռադիոլսողներ, այսօր մեծ ուրախությամբ ու խանդավառությամբ ձեզ համար աշխատեցինք մենք, իմ շատ սիրելի գործընկեր Հմայիչ Մարինա Գրեգը եւ Լուսինե Մուրադյանը, առանց որի այս եթերը այսքան ուրախ չէր լինի, շնորհակալ եմ, շնորհակալություն հայտնենք մեր գործընկերներին, ովքեր ապակուց այն կողմ ապահովեցին մեր ուղիղ եթերը, ձեզ մնացեք հանրայինի հետ լավ տրամադրությունը թող ուղեկցի ձեզ ամբողջ օրվա ընթացքում I had you dressed in Manolo Blahniks when I first met you. Now it's all about Prada and the Zini shoes, EV Zooms, jeans that fit you the right way. I had you singing, I did it my way. The rain just falls and the wind just blows left and right. If you go away tonight, introduction to the Louis Vuitton, Don Juan, Teflon. 1 + 1 = 1 way. If you go away.
իմ տխուր հոգին երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը աշնան հովի կտանես քեզ հետ իմ տխուր հոգին երազները թող սավառնեն երկին ու տանեն վերև մեր այն սերը երազները ինձ տանեն վեր որ տեսնեմ քեզ You my other half, but I don't love you like I used to now. You're so much older now. Daddy's little girl finally grew up, looking in the mirror, who's that? They say once a good girl's gone bad, then she's gone forever. Now you're sitting there crying forever, reminiscing about the good old days, the good old ways. Do you know what the things that people say? I'm looking at your phone records. Yeah, it's 2 in the morning. Who you talking to? I'm just asking. A month goes by, you remove my name from your skin. What happened? Were you just plain sick of everything? Dark clouds when the rain's pouring. Yeah, I'm living my life, I'm straight hustling.